Ես մոտիկ սենց խոսամ, բայց հանրություններ, ծնողներ խնդրում եմ մոտեցեք, պարոն Իսրայելյանը խոսի անպայման, ես ուզում եմ բացումն անել եւ ասել, որ սա հանրային ակցիա է, որը լինելու է շարունակական։ Սա այսօր շնորհակալ ենք բոլոր լրատվամիջոցներին, ովքեր ներկա են գտնվում, որովհետեւ այս հարցը արդեն արկայացվում է բավականին երկար, հանրային արդեն մեծ արձագանք է ստացել եւ իհարկե սկսվել է անհետ կորած ծնողների պահանջից, որոնք հույս ունեին, որ հանձնաժողովը 4 տարի իրենց խոստանալուց հետո կպարզաբանի, լույս կսփռի նրանց անհետ կորած զավակների եւ հարազատների որոնման աշխատանքներում եւ ապագային։ Դրան միացել են զոհված ազատամարտիկների ծնողները, որոնք մեծ ու մեծ հարցեր ունեն, թե ինչ պայմաններում են զոհվել երեխաները, ով է հրամանատվել, ով է հրամանատար է եղել եւ բազում անհասկանալի։ Միանում են բոլոր նրանք, ովքեր եղել են պատերազմի մարտի դաշտում, մասնակցել են պատերազմին եւ այսօր մեծ ու մեծ հարցեր ունեն։ Արդյոք մենք չենք կարող կանխել պարտությունը եւ ինչու է հետևանքները պատերազմի 6 տարի շարունակաբար լինում աղետաբար։ Ես մի քիչ sense կանգնեմ։ Մի փոքր առաջ, ես միկրոֆոնի կարիք այս պայն չկա։ Բարի, էլի կրկնեմ, ես ուզում եմ սա մենք, այո, շնորհակալ եմ մամուլը այսօր շատ է, բայց որպես ակցիա դիտենք եւ իհարկե Արցախի ներկայացուցիչներն են այսօր շահագրգիռ, որ հանձնաժողովի բոլոր հայտնաբերումները, բացահայտումները հրապարակվեն։ Այո, ժողովուրդը գնում է հիմա ընտրությունների, սա ճակատագրական ընտրություններ կարող են լինել եւ գնալ ընտրությունների ստի միջավայրում անթույլատրելի է։ Ուստի սա կոչ է բոլոր քաղաքական ուժերին, հանրության բոլոր շերտերին, միացեք այս պահանջին, որպեսզի ձեր ընտրությունը լինի արդար եւ Հայաստանը ունենա քիչ թե շատ վերականգնվելու այս պահին գոնե հեռանկար։ Այսքանով ակցիայի նպատակն է այսօր, մենք դիմել ենք արդեն գրավոր ազգային ժողովի նախագահին, նա մերժել է հրապարակել, գաղտնիացման փուլ է մտել հանձնաժողովի զեկույցը, ուստի մենք այսօր դիմելու ենք ֆրակցիաների ղեկավարներին, որպեսզի նրանք բարձրացնեն ազգային ժողովում այդ հարցը։ Այսօր կարևորում ենք մենք, որ ազգային ժողովը քառօրյա նիստի ընթացքում դնի քննարկման եւ հանրայնացնի այն պահանջները, որը մենք այսօր դնում ենք։ Հանրայնացնի զեկույցի հանձնաժողովի զեկույցը։ Օրինակ ըստ ինչ կտա այդ զեկույցի հանրայնացումը։ Ուրեմն ըստ Անդրանիկ Քոչարյանի, որը եղել է հանձնաժողովի ղեկավար, ըստ անդամների խոստովանությունների 1000 քրեական գործեր կարող են հարուցվել։ Արդեն հետաքննությունները բերել են բազում մեղավորների անուններ, բազում խնդրահարույց հարցեր։ Ասեմ ձեզ, որ կառավարությունը հարց էր բարձրացրել, որ պետք է հետաքննվի ոչ միայն պատերազմը, այլ նաև դիվանագիտական աշխատանքը, նախապատերազմական իրավիճակը, ինչպես եղավ, որ մեր բանակցությունները հասցրեցին պատերազմի, ինչ է եղել պատերազմի ժամանակ, ինչ է եղել պատերազմից հետո, ինչ է եղել Արցախում, ինչ է եղել թիկունքում, տնտեսական բոլոր խնդիրները, այս բոլոր հարցերը կառավարությունը համաձայնել է, դրել է ազգային ժողովի դիմաց, ավելին պահանջել է զեկույցը անպայման հրապարակել հանրայնացնել։ Աննա Հակոբյանը ասում էր 11000 դասալիք ենք ունեցել, դրանով նաև Ուզում ենք այդ 11000-ի անունները իմանալ։ Կարծում եմ այս զեկույցում պիտի 11000-ի անունները լինեն։ Անհետ կորածների ծնողները մեկ ամիս առաջ, երբ որ ԱՄՆ փոխնախագահն էր եկել, ես հիշում եմ ասեններ, գլխավոր մի շարք ծնողների հետ եկել էին եւ կոնկրետ պահանջներ ներկայացրեցին, ինչ եղան պահանջները։ Որ խնդրեմ կմոտենաք նաև Խոսքս փոխանցում եմ Արսենին։ Այսինքն առաջ եկեք։